Մենք երկուս էլ վերադարձ աշխարհում ապրում ենք Չարենցի պատահական անցորդը Project LA-ի վերջին ստեղծագործություններից է, դեռևս լսարանին հասանելի չէ, այն ներկայացնում են միայն մեր տեսախցիկի առաջ, ամբողջությամբ կլսեք արդեն հունիսի մենահամերգին։ Համաշխարհային դասականների պոեզիային երաժշտական կյանք տվողը կոմպոզիտոր Լևոն Արևշատյանն է։ 3 տարում 40 գործ է ձայնագրել Էդգար Ալան Պոից, Էմիլի Դիկենսից մինչև Տերյան, Չարենց, Սահյան ու Սևակ։ Մեծերի խոսքերը հնչեցնել վստահվել է Գոռ Սուջյանին։ Այո, մեծ մասամբ ես եմ ներկայացնում, բայց կան նաև ուրիշ կատարողներ ու կլինեն նաև ուրիշ ներկայացնողներ։ Առաջին բանը, որ կառանձնացնեմ այս պրոյեկտի մեջ, դա որակն է, որը շատ կարևոր է, նույնիսկ չնչին աշխատանքը, ամեն մանրուքը արվում է շատ բարձր որակի։ Երկ դարձած բանաստեղծությունների երաժշտական հագուստը կարում են Խաչիկ Սահակյանն ու Հայկ Գասպարյանը, ասում են օրենքներով չեն առաջնորդվում, օրինակ շուտով Չարենցին կլսեք նաև ռեգիի ռիթմերով։ Հում մատերիալը Լևոն Արևշատյանը դաշնամուրի նվագակցությամբ, իր իսկ նվագակցությամբ, բավականին ընկալելի նվագակցությամբ հանձնում է ինձ կամ մյուս գործիքավորողին, Հայկին, ու արդեն տալիս է ծավալվելու անսահման հնարավորություն։ Dream Within a Dream երկու ուրվական Էլդորադո ով կհանդիպի մոլորակի մեջ Project LA-ի ստեղծագործություններն առանձնացան Գոռ Սուջյանի տարբերվող երգացանկում։ Երգիչը նոտագրություն դեռևս չգիտի, քչերը գիտեն, քանի որ շատերը դժվարանում են պատկերացնել, ինչպես կարելի է անթերի վոկալ ունենալ առանց երաժշտական կրթության։ Իմ դասատուներն են եղել Queen-ը, Zeppelin-ը, Jackson-ը, Sting-ը, Stevie Wonder-ը։ Ամեն մեկս ունենք ինչ-որ տրված միսիա, այսպես ասած, Աստծո կողմից ու երբ որ գտնում ենք, մենք գտնում ենք նաև մեր ուրույն ձեռագիրը։ Այսինքն ես կարծում եմ, երբ որ մարդը իր կոչումը գտնում է այս կյանքում, ինքը գտնում է իր մատնահետքը։ Ով կհանդիպի, ով կբարևի Հասմիկ Առաքելյան, Արտակ Գևորգյան, լուրեր։